Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք, հայր ջան, կուզենայի խոսել եկեղեցու, ավելի շուտ ոչ թե եկեղեցու, այլ եկեղեցու սպասավորների, ծառայողների մասին, որոնք որ իրենց հռչակել են եկեղեցու տերն ու տիրակալը, իրանց սեփականությունը, այն տարիներով մենք գիտենք, թե իրանք ով են, մեծամասնության մասին է խոսքը, իրանց բիզնեսը, իրանց ապրածը քչից շատից բոլորից ծանոթ է, ու հելը մի հատ էլ հելնում ասում են մի եկեղեցին, որ մարդիկ կան, որ ասում են մի եկեղեցին խառնեք քաղաքականության, դա շատ կեղտոտ դաշտ է, ոչ մեկ չի խառնում, իրանք են եկել խառնվել, ու իրանք միշտ խառնված են եղել, ըստ ինձ այդ եկեղեցու սպասավորների կաթողիկոսից սկսած շատ եկեղեցականներ խառնված են եղել, մի կլան է, որը որ համագործակցել է նախկին իշխանության հետ, թե իրանց թեզերով, թե իրանց առաքելություններով, թե ինչ արվի ժողովրդին ոնց ուղղորդեն, ինչ խորհուրդներ տան, այսօրվա դրությամբ Բագրատ կոչվածը հելել ինչ-որ ստորագրություններ է հավաքում, իդեպ կոչս մեր ղեկավարությանը, եթե այտենց բան կա, հասկացողություն կա, ինչ-որ 50,000 ստորագրություն հավաքել և չգիտեմ ինչ անել, ինչ-որ մի բան գործողություն որ լինի, խորհուրդս մեր կառավարությանը, ես համոզված եմ մեկ շաբաթ կամ 10 օրում մենք Հայաստանում 100,000 150,000, եթե ոչ ավել, համոզված եմ շատ ավել կհավաքենք ստորագրություն, որ մեր կաթողիկոսին հեռացնենք, իր թմով, իր եղած չեղածով, թող կառավարությունը սրա մասին մտածի և մի ինչ-որ գործողություն անի, եթե կա իրոքից այտենց հասկացողություն X քանակի ստորագրություն հավաքելով ինչ-որ մեկին կարան հեռացնեն կամ ինչ-որ հեռացման հարց տնեն, Մեծ ինչ վերաբերում է սպասավորներին, որ իրանք դրել են իրանց եկեղեցու տերն ու տիրակալ սեփականատերը ու մի հատ եմ ուննաթ են գալիս, թե մեր կուսակրոնությունը ձեզ ինչ մենք կխախտենք, չենք խախտի, մի ամիս հլը տենանքով առանց կնոջ կարա դիմանա, բան, ես ինչ եք խոսում դուք։ Սաղ օրը այդ Բագրատի հետևից եկեղեցական չի, այդ Բագրատ կոչվածը սրբազան կոչվածը եկեղեցական չի, որ հելել X կառավարության, ղեկավարության դեմ պայքար է տանում, այդ ինքը չի խառնվում, կեղտ, պարզապես այդքան կեղտ մարդ չի կարա լինի, էլի, հասկանում եք, շատ լավ գիտակցում ենք, թե դուք ում հետ եք համագործակցում, ձեր նպատակը ինչն է, ձեր կերածը ինչ է, որ այսօր հելել տենց դոշ եք տալիս, ու ձեր սրտով չի ես ղեկավարությունը դրա համար սենց բաներ եք անում։ Այսքանը հայր ջան, լավ եղեք, խնդրանքս վիդեոն տարածեք, բաժանորդագրվեք, ովքեր որ բաժանորդագրված չեն, միշտ նոր հանդիպում։